Վաճառքի դասերի ժամանակ հաճախ են հարցնում, որ օրինակ եթե վաճառքի գործարքը կախվել է օդում, այսինքն հաճախորդը time out է վերցրել, ինչ անենք այդ իրավիճակում։ Եվ անփորձ վաճառողները միշտ փորձում են հաճախորդին ակտիվացնել, նորից զանգել, նամակ գրել, հիշեցնել, որպեսզի գործարքը հասցնեն ավարտին։ Դա ամենամեծ սխալն է, դա ամենակոպիտ սխալն է, եւ դա իսկապես ավելի շատ վանում է հաճախորդին, քան տանում է գործարքի ավարտին։ Ինչի համար, որովհետեւ եթե դուք սկսում եք հետապնդել, այդ հետապնդելու ժամանակ հաճախորդը շատ լավ հասկանում է, որ ոնց որ թե դուք ավելի շատ ունեք իր կարիքը, քան ինքը ձեր կարիքը։ Իսկ ցանկացած նման զգացողության պայմաններում ինքը ձեզանից սկսում է փախնել։ Պետք չէ այդպես անել։ Շատ կարևոր է, որ օդում կախված վաճառքների ժամանակ դուք ցուցաբերեք հմտություն վաճառելու, տիրապետեք վաճառելու արվեստի նրբություններին եւ ցույց տաք հաճախորդին, որ գործարքը չանելու արդյունքում առաջացած կորուստն ավելի մեծ է իր համար, քան ձեր համար։ Եվ այդ զգացողությունը դուք պետք է կարողանաք հենց վաճառքի սկզբնական փուլերում իրեն հաղորդեք, որ ձեզանից ինքը ավելի շատ բան է ստանալու, քան դուք եք գործարքի ավարտի ստանալու։ Ես չգիտեմ ոնց, չգիտեմ որ զգայարանով, չգիտեմ ինչ շոշափուկներով, բայց հաճախորդը շատ լավ հասկանում է, որ դուք ավելի շատ ունեք իր կարիքը, քան ինքը ձեր առաջարկի կարիքը։ Եվ եթե ինքը դա հասկացավ, վերջ, վաճառքը արդեն գնում է ավելի խորը ճգնաժամի մեջ։ Այնպես որ տիրապետեք վաճառքի արվեստին, հոգեբանական հմտություններին, որպեսզի չկանգնեք նման իրավիճակների առաջ։